Ձեզ հարգելի գործընկերներ, սկսում եք նոր ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի հետ խաղային մամուլի ասուլիսը, Աբերդինի հետ կայացած խաղից հետո, սկզբում մարզիչը կխոսի խաղի մասին, իսկ հետո կհնչեն լրագրողների հարցերը։ Good evening to everyone. Բարի երեկո բոլորին։ Congratulations to my players, Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին, but also congratulations to Aberdeen. բայց նաև շնորհավորում եմ Աբերդինին։ I think both teams played one good match. Կարծում եմ երկու թիմերն են լավ խաղ խաղացին։ In the first half time, I was not so happy with our presentation. Առաջին խաղակեսում այդքան գոհ չէի մեր ցուցադրած խաղից։ I feel that something missed in our game. Զգում էի, որ ինչ-որ մի բան պակասում էր մեր խաղաոճում։ Maybe some linked player or something like this. Okay. Օրինակ ինչ-որ խաղացող կամ այդպիսի ինչ-որ բան։ Unfortunately for us, we received the goal in worst possible moment in last minute of first half time. Ցավոք սրտի գոլ բաց թողեցինք ամենաանհարմար, ամենավատ պահին, առաջին խաղակեսի վերջին րոպեներին։ We decided for second half time that we are going to switch to two strikers. Որոշեցինք, որ երկրորդ խաղակեսում կփոխենք տակտիկան եւ կխաղանք երկու հարձակվողով։ Reaction from the team was great, very after only 7-8 minutes we scored a goal for 1-1. Թիմի արձագանքը շատ լավն էր, երկրորդ խաղակեսի սկսվելուց 7 րոպե հետո մենք արդեն գոլ խփեցինք եւ հաշիվը դարձրինք 1-1։ After that, Aberdeen made 3 changes and they raised the level of intensity. Դրանից հետո Աբերդինը 3 փոխարինում կատարեց եւ իրենց ինտենսիվության մակարդակը ավելի բարձրացրեց։ It wasn't easy for us to follow that. Հեշտ չէր դրան հետևելը։ But as I said, I'm very proud how my players react, especially in second half time. Բայց ինչպես արդեն նշեցի, շատ հպարտ եմ, թե ինչպես իմ ֆուտբոլիստները արձագանքեցին դրան, հատկապես երկրորդ խաղակեսին։ I feel sorry that in some situations we missed maybe key pass or this some smart pass, or maybe that we hold the ball under pressure in zone 3. Բայց նաև ցավում եմ, որ որոշ պահերին մենք բաց թողեցինք օրինակ կարևոր պահեր, փոխանցումներ կամ օրինակ գնդակը պահեցինք գրոհի եզրափակման հատվածում։ But altogether very happy with the performance, especially in second half time. We take this point and we know what is our goal for last 2 rounds. We need 3 points to go to the playoff, and we are going to try to take it. Բայց ընդհանուր առմամբ գոհ եմ ֆուտբոլիստների ցուցադրած խաղից, հատկապես երկրորդ խաղակեսում, վերցնում ենք այս միավորը եւ շարժվում ենք առաջ։ Մենք գիտենք, թե մեր նպատակը որն է, հաջորդ երկու խաղերում վերցնել 3 միավոր, որպեսզի փորձենք անցնել արդեն play-off։ Հարցեր? Questions? Շնորհավորում եմ մեկ միավորի կապակցությամբ, կասեք ինչով էր պայմանավորված Գուդմունդ Տորելսոնի հենակետային դիրքում խաղալը։ Congratulations with the win. Can you talk about how it was based that Gudmundur was playing as a defensive midfielder? When I analyzed Aberdeen, I saw that they have some difficulties when their opponent play with 2 defensive midfielders. Երբ ուսումնասիրում էի Աբերդինի խաղերը, նկատեցի, որ նրանք խնդիրներ են ունենում, երբ մրցակից թիմը խաղում է երկու հենակետային կիսապաշտպանով։ And that is why we wanted to organize our game with let's say 3 or 4 plus 2. Դրա համար նախընտրեցի 4-2-3-1 սեման։ Earlier in his career, Goody was a midfielder. Նա իր կարիերայի սկզբում խաղացել է որպես հենակետային կիսապաշտպան։ Really good midfielder. And Եվ նա շատ լավն է եղել։ And when we have friendly match against Gandzasar 10 days ago, I tried him on this position, and he reacted very well, and I knew that he will be our weapon for this match here. 10 օր առաջ Ալաշկերտի դեմ ընկերական խաղի ժամանակ 10 օր առաջ Գանձասարի դեմ ընկերական խաղի ժամանակ ես նրան փորձեցի այդ դիրքում եւ տեսա, որ նա շատ լավ արդյունք է ցուցադրում եւ հասկացա, որ նա կարող է մեր այսպես ասած զենքը լինել։ Կխնդրեմ նաև մարզիչը մեկնաբանի
Հելդերի ու Քերգիչի դիրքերը, քանի որ նրանք մեկնարկին խաղում էին մեկը աջ եզրից մյուսը ձախ, հետո փոխվեցին եզրերով, մտածված էր այդ փոփոխությունը, թե ընթացքում մարզի չհասկացա։ And he would also like you to comment regarding Helder's and Kirgich's positions because when the match started, they were playing. One was playing in the right wing, and the other one was playing in the left wing. Sorry, and then they switched. Was this premeditated or? My idea why I put Helder on the left, my idea was to create with him and he dropped between the lines to create superiority in midfield. Aberdeen is a very aggressive team and they play really good defensively. And I knew that we need, if we want to dominate in the game, that we need superiority in midfield. Unfortunately, my plan wasn't so good, so I decided to switch them and to put Helder on his right position, right winger, and Grigic on his right position, left winger. Sorry. Իմ միտքը եղել է նրանում Հելդերին ձախ եզրում դնելու համար, որպեսզի մենք կիսադաշտում ունենանք ավելի թվային առավելություն, քանի որ գիտենք, որ Aberdeen-ը ավելի ագրեսիվ ֆուտբոլ է խաղում, մենք ցանկանում ենք ավելի դոմինանտ լինել։ Ցավոք սրտի իմ պլանավորումը այդպես լավ չստացվեց, դրա համար արդեն որոշեցի փոխել նրանց տեղերը, եւ Հելդերը լիներ աջ եզրում, իսկ Գրգիչը լիներ Եթե խաղի մեկնարկից սկսեինք այնպես, ինչպես օրինակ սկսեցինք երկրորդ խաղակեսում, հնարավոր է արդյոք ավելի ագրեսիվ լինեինք հենց մեկնարկից, թե ամեն դեպքում մրցակիցը իր խաղով ավելի դոմինանտ կլիներ, քան մենք առաջին խաղակեսում։ So if we started from the first halftime as we started in the second halftime, do you think that possible aggression would be let's say on our side, or do you think that in any case the opponent was more dominant and more aggressive? No, I don't think so. I think that in first half time, I think we were okay. They didn't create some dangerous situations. We were solid, but not dangerous. We didn't have we had maybe 2-3 shoots, nothing special. I wanted something that one player who can lift us up. And Mateusz have this quality to draw between the lines, and then he can play out us. Exactly like this, we start second half time. He gave us lot of good things. On his assist, we score a goal. But you never know how game would start, or this is football. A lot of things happen. So it's after the game is always easy to speak. Yeah. Ոչ չեմ կարծում առաջին խաղակեսում մենք լավ էինք խաղում, իհարկե չկային վտանգավոր պահեր, մենք խաղում էինք, այսպես ասած, ավելի կայուն, իհարկե չկային վտանգավոր պահեր, բայց ոչ մի հետաքրքիր ու վտանգավոր պահեր չէին ստեղծում։ Ես ուզում էի լիներ այնպիսի խաղ, որ լիներ օրինակ որևէ մի խաղացող, ով այսպես ասած կմիացներ բոլորին, այդպիսի հատկանիշներ ունի Մատեուշ Շայաշը, նա մտավ խաղ եւ հենց այդպես էլ սկսվեց, նա շատ լավ պահեր ստեղծեց, նրա փոխանցումից գոլ խփեցինք։ Իհարկե սա ֆուտբոլն է, չգիտենք թե ինչպես կսկսի խաղից հետո օրինակ ավելի հեշտ է մեկնաբանել, բայց խաղի ժամանակ արդեն ավելի Մի հարց եմ երկրպագուների վերաբերյալ, մեր երկրպագուները այսօր շատ ակտիվ էին, ամենայն դեպս այդ հատվածից մարզադաշտի շատ լսելի էին, արդյոք լսելի էին նաև ֆուտբոլիստների եւ մարզչի համար մեր երկրպագուները։ So this question is regarding our fans. They were very active today, very loud, at least in the away sector. The question is, could you hear them on the bench? Yes, I heard them, and it was really nice. Spectators here are really good. Atmosphere was excellent. You can feel it that spectators here understand football and they know how to press the opponent. And it wasn't easy for us, but there was situations where we heard our fans, and I just can say big thank you to them. They help us a lot, and big part of this point is theirs. Այո, լսեցի, շատ հաճելի էր դա լսելը,
Այսօր մարզադաշտում երկրպագուները շատ լավ միջավայր էին ստեղծել, զգում ես, որ նրանք հասկանում են ֆուտբոլը եւ գիտեն թե ինչպես ճնշել մրցակից թիմին։ Իհարկե որոշ պահեր մեզ հեշտ չէր, բայց իրավիճակներ կար, որ մենք լսում էինք մեր երկրպագուներին, նրանք անչափ շնորհակալ ենք նրա համար, որ մեզ օգնում են եւ այսօրվա միավորի մեկ մասը նաեւ նրանց է պատկանում։ That's it. That's it.